44-օրյա պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների հարազատներն ու քաղաքական գործիչները բողոքի ակցիա են իրականացնում ազգային ժողովի դիմաց։ Նրանք պահանջում են պատշաճ պայմաններ ապահովել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի լայնածավալ քննարկման համար։ Չնայած պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին նախատեսվել էր աշխատանքային հանդիպում, ազգային ժողովի ղեկավարությունը մերժել է տրամադրել գլխավոր դահլիճը։ Ըստ ակտիվիստների 190 շահառուների փոխարեն առաջարկվել է ընդամենը 70 տեղանոց դահլիճ։ Ակցիայի մասնակիցները սա որակում են որպես պաշտոնյաների պատասխանատվությունից խուսափելու եւ քննարկումը միտումնավոր սահմանափակելու փորձ։ 70 հոգանոց դահլիճում մենակ 100 հոգուց ավել մենակ ծնող է գալու։ Այսինքն ինչ ենք անելու, իրանք հələ առաջարկել են մի քիչ կրճատեք ցուցակը, դա ոնց կրճատես, որ ծնողին ասես դու մի արի, չի կարելի։ Համար ես այսօր եկել եմ, որ ձեր լրատվականների, տարբեր լրատվականների միջոցով ձայնս հասցնեմ իրանց, ես իրանց հորդորում եմ ուղղակի, հələ որ շատ կիրթ, կուլտուրական, ասում եմ, հորդորում եմ իրանց որոշումը փոխեն։ Այսինքն վաղը ժամը 11-ին, որ ծնողները գան, որ 12-ին այդ լսումները պետք է սկսի, իրանք արդեն փոխած լինեն իրանց որոշումը, հույսով եմ իրանք այնքան խոհեմ կգտնվեն, որ այդ որոշումը չէ, մենք արդեն կանենք այն ինչ որ կանենք։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է բարերար Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտից ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ իրեն փոխանցած ուղերձին, որում Վարդանյանը կոչ է արել նրան այցելել Բաքու եւ հանդիպել հայ գերիների հետ։ Հայտարարության մեջ Մանասյանը նշել է, որ պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա, անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։ Նշել է նաև, որ անազատության վայրեր կարող է այցելել, եթե դրանք մեր երկրի տարածքում են։ Միաժամանակ Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերը պետք է տուն վերադառնան։ Նրանք այնտեղ են հայ եւ հայրենասեր լինելու համար եւ իրենք ամեն ինչ անելու են նրանց վերադարձի համար։ Կարապետյանը սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությանը, մեղադրելով նրանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հանդեպ անտարբերության եւ երկրում աղքատության բարձր մակարդակի համար։ Նա նաեւ հավաստիացրել է, որ Սամվել Կարապետյանի քաղաքացիության հետ կապված իրավական գործընթացները կավարտվեն սահմանված ժամկետներում, թույլ տալով նրան ստանձնել վարչապետի պաշտոնը։ Որպես ծրագրային առաջնահերթություններ նա նշել է արցախցիների տնավորման հարցը եւ խոստացել իշխանության գալու առաջին 50 օրում դպրոցներ վերադարձնել հայ եկեղեցու պատմություն առարկան։ Նախընտրական դրույթը, որտեղ եկեղեցու հետ կապված քաղաքական կուսակցությունը հայկական ազգային մեր եկեղեցու հետ կապված, ով սահմանադրությամբ իրավունքը տարանջատված է, եկեղեցին տարանջատված է պետությունից եւ իրավունք չունի երկրի ղեկավարը կամ որևէ քաղաքական ուժ խառնվի եկեղեցու գործերին։ Նրանց քաղաքական ծրագրերի մեջ գրված է բան, որը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Հակասում է ուղիղ տեքստով։ Մեր կարծիքը այսպիսին է, լինելով եկեղեցու հավատավոր հետևորդ, լինելով եկեղեցու կողքին միշտ, մենք վստահ ենք մի բանում, տարանջատում պետք է լինի։ Գործերի հետ կապված եկեղեցին եւ պետությունը պետք է տարանջատված լինեն, եկեղեցականները պետք է իրավունք ունենան քննադատեն պետության ամեն քայլ, որը ազգային շահի դեմ է։ Եկեղեցին դա մեր երկրի խիղճն է։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Ալիևի եւ Փաշինյանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի նախաստորագրմանը։ Մենք այդ համաձայնագրերը կնքեցինք 6 շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա լավագույն ընկերներ են։ Իդեպ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահն այժմ լավ ընկերներ են։ Նրանց մտերմացրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա բավականին ուշագրավ է, հայտարարել է Ուիթքոֆը Մայամիի համալսարանում կայացած ամենամյա համաժողովի ժամանակ։ Ռիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Սամոյանը նվաճեց Եվրոպայի առաջնության 5-րդ ոսկե մեդալը։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 77 կիլոգրամ քաշային ըմբիշտը հաղթեց վրացի Ռամազ Զոիձեին։ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Սուրեն Աղաջանյանը
60 կիլոգրամ քաշային կարգում Տուշեում 8-1 հաշվով հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ադրբեջանցի Նիհաթ Մամադլիին եւ դուրս եկավ եզրափակիչ։ Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 71 կիլոգրամ քաշայինների պայքարում Գործը Հակյանը նվաճեց արծաթե մեդալ։